Բարև։ Այս խխունջը պաշտոնապես անհետացած էր ճանաչվել։ Սակայն հետո նրան հայտնաբերեցին Բերմուդյան կղզիների մայրաքաղաքի նրբանցքներից մեկում։ Խոսքը Poecilozonites bermudensis խխունջի մասին է։ Էնդեմիկ տեսակ, որը գրեթե 1 միլիոն տարի ապրել է Ատլանտյան օվկիանոսի արշիպելագում։ Դեռ 20-րդ դարի կեսին կենդանին բավականին տարածված էր, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ մարդիկ գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի համար իրենց կղզիներ բերեցին գիշատիչ խխունջներ, ինչն էլ արդյունքում վերածվեց տեղի տեսակների ոչնչացման։ Օվկիանոսային կղզիների համար սա սովորական պատմություն է։ Երկարատև մեկուսացման պայմաններում այստեղ առաջանում են ունիկալ տեսակներ, որոնք երբեք չեն բախվել ագրեսիվ գիշատիչների հետ։ Ու երբ այդպիսի գիշատիչներ հայտնվում են, տեղի կենդանական աշխարհը հաճախ չի կարողանում պաշտպանվել։ Նույնը տեղի ունեցավ Բերմուդյան կղզիներում։ Էգուլանդինա ռոզեա եւ գոնաքսիս ներմուծված գիշատիչ խխունջները սկսեցին ակտիվորեն որսալ Poecilozonites ցեղի տեղական խխունջներին։ 1970-ականներին այս խխունջի երկու տեսակների թիվը կտրուկ նվազեց։ Ավելի փոքր Poecilozonites circumfirmatus-ը հավանաբար բնության մեջ ընդհանրապես անհետացել է դեռ 2000-ականների սկզբին։ Բարեբախտաբար մի քանի տասնյակ առանձնյակների հաջողվել է փրկել, ինչը թույլ է տվել սկսել այս տեսակի բուծումն անազատության մեջ։ Իսկ ավելի խոշոր Bermudensis-ը 1990-ականների կեսերին պաշտոնապես ճանաչվել էր անհետացած։ Սակայն 2014 թվականին տեղի ունեցավ անակնկալ հայտնագործություն։ Համիլտոն քաղաքի նրբանցքներից մեկում հայտնաբերվեց այս խխունջի փոքր պոպուլյացիա։ Հաշվի առնելով տարածքի վերակառուցման ծրագրերը, գիտնականները հրատապ հավաքեցին 166 առանձնյակ ու տեղափոխեցին Մեծ Բրիտանիա։ Ապա Լոնդոնյան կենդանաբանության ընկերությունը եւ Չեսթերի կենդանաբանական այգին սկսեցին բուծման ծրագիրը։ Մասնագետներին հաջողվեց ընտրել տեսակի համար հարմարավետ պայմաններ, ընդཐུպ միջև անհատական պլաստիկ տարաներ եւ մանրակրկիտ ընտրված միկրոկլիմա։ Խխունջները սկսեցին կայուն բազմանալ։ Սա թույլ տվեց անցնել հաջորդ փուլին՝ հայրենիք վերադառնալուն։ 2016 թվականին Բերմուդյան կղզիներում ազատ է արձակվել անազատության մեջ բուծված ավելի քան 100,000 խխունջ։ Վերաներդրման համար ընտրվել են ինվազիվ գիշատիչներից ազատ տարածքներ, այդ թվում արշիպելագի փոքր կղզիները։ Վերջին տվյալները, որոնք հրապարակվել են Oryx ամսագրում, ցույց են տալիս 6 այդպիսի տարածքներում խխունջները ձևավորել են կայուն աճող պոպուլյացիաներ։ Այսօր կարելի է ասել, որ Poecilozonites bermudensis-ին անհետացում այլևս չի սպառնում։ Ու սա կարևոր է ոչ միայն կոնկրետ մեկ տեսակի համար։ Աբորիգեն խխունջները նշանակալի դեր են խաղում էկոհամակարգում վերամշակելով քայքայվող բուսականությունը, մասնակցելով նյութերի շրջանառությանը, կալցիումի եւ սննդի աղբյուր ծառայելով տեղի կենդանիների համար։ Այժմ կենդանաբանները պլանավորում են կիրառել նույն մոտեցումը ավելի փոքր ազգականի Circumfirmatus-ի նկատմամբ, որն այժմ գոյություն ունի միայն անազատության մեջ։ Կարճատև արագ կարող է օգնել տագնապային գրոհների ժամանակ ու ըստ նոր կլինիկական հետազոտության ավելի արդյունավետ է, քան դասական ռելաքսացիայի տեխնիկան։ Բրազիլացի գիտնականները ցույց են տվել, որ քայլքի եւ ինտենսիվ վազքի հերթափոխման մարզումները զգալիորեն նվազեցնում են տագնապային խանգարման ախտանշանների արտահայտվածությունը։ Տագնապային գրոհը պարզապես վախի ուժեղ զգացում չի։ Սա ֆիզիոլոգիական ռեակցիաների կտրուկ բարձրացում է արտահայտված արագացած սրտխփոցի, շնչառության խանգարումների, գլխապտույտի լարվածության տեսքով։ Ժամանակի ընթացքում մարդը սկսում է վախենալ ոչ միայն հոգեբանական, այլև մարմնական զգացողություններից։ Սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, նշանակում է մի բան այն չէ։ Հայտնվեց շնչառության խանգարում, սա վտանգավոր է։ Արդյունքում մարդը խուսափում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից անցնելով ավելի ու ավելի նստակյաց կյանքի։ Տագնապային խանգարումների թերապիայում կարևոր դեր է խաղում այսպես կոչված ինտերոցեպտիվ ներգործությունը, կոգնիտիվ վարքային թերապիայի մեթոդ, որի ժամանակ մարդուն անվտանգ միջավայրում աստիճանաբար ծանոթացնում են վախեցնող ֆիզիոլոգիական զգացողություններին։ Սովորաբար դա հիպերվենտիլյացիան է, աթոռի վրա պտտվելը, ծնկածալման կամ այլ վարժություններ, որոնք առաջացնում են արագացած սրտխփոց եւ շնչառություն։ Օգտագործվում է նաեւ Ջեյկոբսոնի պրոգրեսիվ մկանային ռելաքսացիան, մկանների տարբեր խմբերի հերթական լարման եւ թուլացման տեսքով, սակայն կանոնավոր կերպով այդպիսի վարժությունները կատարելը, այն էլ հասարակական վայրերում բավականին անհարմար է։ Սան Պաուլոյի համալսարանի թիմն այլ ընտրանք է առաջարկել՝ ներառել ինտերոցեպտիվ ծանրաբեռնվածությունները սովորական մարզման մեջ։ Ծրագիրը տևում էր 30 րոպե։ Նախապատրաստում, ապա 15 րոպե չափավոր քայլք, հետո 30 վայրկյան ինտենսիվ վազք ու կրկին քայլք։ Յուրաքանչյուր 2 շաբաթը 1 կարճ վազքի փուլերի թիվն ավելացվում է, 1 անգամ սկզբում ու 6 անգամ 12 շաբաթի դասընթացի վերջում։ Վազքի ինտերվալները հերթափոխվում են 4.5 րոպեանոց քայլքով։ Հետազոտության մեջ ընդգրկվել է տագնապային ագորաֆոբիայով 102 մարդ։ Նրանք պատահականորեն բաժանվել են 2 խմբի։ Մեկը անցել է վազքի ծրագրով, իսկ մյուսը զբաղվել է պրոգրեսիվ ռելաքսացիայով։ Բոլոր մասնակիցները ստացել են պլացեբո դեղամիջոցների փոխարեն,
Բուժման ամբողջական կուրսն ու հետագա դիտարկումն ավարտել է 72 մարդ։ Արդյունքները ցույց են տվել, որ երկու մեթոդներն էլ նվազեցնում են տագնապայնության մակարդակը, սակայն ինտերվալային մարզումները դա արել են զգալիորեն ավելի արդյունավետ։ Այսպես 12-րդ եւ 24-րդ շաբաթներին տագնապային ագորաֆոբիայի արտահայտվածությունը վազքի խմբում ավելի ցածր է եղել, քան ռելաքսացիայի խմբում։ Ավելին, ակտիվ բուժումն ավարտելուց հետո ախտանիշները երկու խմբերում էլ մասնակիորեն ուժեղացել են, սակայն վազքի խմբում այս հետընթացը նկատելիորեն թույլ է եղել։ Տագնապային գրոհների հաճախականությունն ու ինտենսիվությունը նույնպես ավելի շատ նվազել են վազքով զբաղվող խմբի մոտ։ Հետագա դիտարկման ժամանակ նույնպես այս խմբում ավելի քիչ գրոհներ են ֆիքսվել։ Բացի այդ, 24 շաբաթ անց վազքի խմբի մասնակիցների մոտ ավելի ցածր են եղել ընդհանուր անհանգստության եւ դեպրեսիվ ախտանշանների ցուցանիշները։ Հետազոտողները ենթադրում են, որ այսպիսի մոտեցումն աշխատում է, որովհետեւ մարդը սովորում է նորովի մեկնաբանել ֆիզիոլոգիական ազդանշանները։ Սրտի արագացված աշխատանքն ու շնչառությունը դադարում են ընկալվել որպես սպառնալիք, դառնալով վերահսկվող ֆիզիկական ակտիվության մաս։ Միևնույն ժամանակ մեթոդն ավելի հեշտ է ներառել առօրյա կյանքում։ Սա սովորական մարզում է, ոչ թե հատուկ թերապևտիկ ընթացակարգ։ Հեղինակները շեշտում են, որ անհրաժեշտ են ավելի լայնածավալ հետազոտություններ ծանրաբեռնվածության օպտիմալ ռեժիմը որոշելու համար։ Սակայն արդեն հիմա տվյալները ցույց են տալիս, որ կարճատև ինտենսիվ վազքը կարող է ոչ միայն ֆիթնեսի տարր լինել, այլև հոգեթերապիայի գործիք։ Այս շաբաթվա գիտնականն է Կոնստանտին Ցիոլկովսկին։ Նա ապրում էր պրովինցիալ Կալուգայում, աշխատում որպես ուսուցիչ եւ հաշվարկում մարդկության ուղին դեպի աստղերը։ Կոնստանտին Ցիոլկովսկին առաջինն էր, ով խստորեն ցույց տվեց, որ տիեզերք թռիչքը հնարավոր է։ Հենց նա գտավ հռչակավոր հավասարումը, որը կապում է հրթիռի արագությունը վառելիքի զանգվածի հետ։ Նրա հաշվարկներից հետևում էր պարզ եւ հեղափոխական գաղափար։ Երկրի սահմաններից դուրս գալու համար անհրաժեշտ են բազմաստիճան հրթիռ եւ հեղուկ վառելիք։ 20-րդ դարի սկզբին դա հնչում էր ինչպես ֆանտաստիկա, սակայն Ցիոլկովսկին պարզապես չէր երազում, նա հաշվարկում էր։ Նա նկարագրեց ուղեծրային կայաններ, սկաֆանդրներ, արևային էներգիայի օգտագործումն ու նույնիսկ միջմոլորակային թռիչքների գաղափարները ու արեց դա շատ ավելի վաղ, քան իրական տիեզերագնացության հայտնվելը։ Երկիրը մարդկության օրանն է, սակայն հնարավոր չէ հավերժ ապրել օրանում։ Ցիոլկովսկու այս արտահայտությունը դարձավ մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։